Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Հայկական ազգային խոհանոցից այսօր միասին պատրաստում ենք շատ համեղ, անմահական, բերանում հալչող գարի խաշլամա։ Երբ ասում եմ բերանում հալչող, հենց այդպես էլ պատկերացրեք, քանի որ այս միս այլ կերպ նկարագրելը անհնար է։ Խաշլաման պետք է եփենք արագաեփի մեջ, որտեղ միսը այսպես իդեալական եփվում է ընդամենը 45 րոպեում։ Գարի մսով անմահական խաշլամա պատրաստելու ամբողջ կախարդանքը թաքնված է դանդաղ ու ճիշտ եփման մեջ։ Խաշլաման պետք է պատրաստենք առանց 1 կաթիլ ջրի, շատ հետաքրքիր յուրահատուկ տարբերակով, որի արգանակը ստացվում է անհավատալի համեղ։ Մեզ անհրաժեշտ է 1 կգ լոլիկ, նույնչափ բուլղարական պղպեղ և 1 կծու ծիծակ։ Անհրաժեշտ է նաև 4 կգ գարի միս և մոտ 300 գ գարի ճարպ։ Մսավաճառը մեծ գործը արդեն իսկ արել է, միսը բաժանել է հարմար կտորների, թանկագիններս միսը պարտադիր պետք է լվանալ։ Այստեղ 2 աստղի միս է, ընտիր խաշլամա պատրաստելու համար միսը պետք է լինի թարմ և որակյալ։ Խաշլաման պետք է պատրաստենք արագաեփի մեջ, որտեղ ճիճ եփվելու արդյունքում միսը պարզապես հալչում է։ Այս կաթսան նախքան օգտագործելը պետք է լվանալ եռման կաթով և աղով, որպեսզի կաթսայի հոտը ուտեստին չանցնի։ Կլոր շերտատում ենք 1 կգ լոլիկը։ Սիրելիներս, գարան խաշլամա պատրաստելիս կարտոֆիլ, սող, թարմ կանաչիներ, ինչպես նաև դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ հարկավոր չէ։ Այս եղանակով պատրաստված խաշլաման առանձնանում է իր համի հարստությամբ և հագեցվածությամբ։ Հայկական խոհանոցում և գարի և տավարի մսով պատրաստվող խաշլաման եփվում է փակ կափարիչով, գրեթե առանց ջրի, որպեսզի միսը և բանջարեղենը թողնեն իրենց բնական հյութը և շոգեխաշվեն հենց այդ հյութի մեջ։ Եփման ընթացքում միսը դառնում է շատ հյութալի, իսկ բանջարեղենի համերը միախառնվում են, ստեղծելով մաքուր, բնական հայկական համ։ Ես վերցրել եմ տարբեր գույների պղպեղներ, որպեսզի իմ պատրաստած խաշլաման ունենա նաև ախորժելի, գեղեցիկ տեսք։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ ավանդական բաղադրատոմսեր, խմորեղեններ, աղցաններ։ Մի փոքր կծվահամ հաղորդելու համար կօգտագործենք 1 հատ կծու ծիծակ։ Եթե կծվի սիրահար չեք, դրա փոխարեն կարող եք օգտագործել աղացած սև պղպեղ, ըստ ճաշակի։ Որքան բաղադրիչները պարզ, այնքան խաշլաման ավելի համեղ է ստացվում։ Խաշլաման ավելորդ համերով չենք ծանրաբեռնում։ Խոշոր խորանարդների ենք բաժանում բուլղարական պղպեղը, շերտատում ենք նաև կծու ծիծակը։ Միսը լվանալու, բաղադրիչները նախապատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 5 րոպե, իսկ խաշլաման եփում է մոտ 45 րոպեում, ինչպես տեսնում եք, ոչ ժամանակատար է։ Կաթսայի մեջ առաջինը մի քանի կտոր ճարպ կգցենք, կավելացնենք լոլիկի և պղպեղի շերտը։ 8 լիտրանոց արագաեփի մեջ ինձ մոտ ստացվեց բանջարեղենի 4 և մսի 3 շերտեր։ Սիրելիներս, եթե ձեռքի տակ արագաեփ չունեք, նույնը կարող եք եփել սովորական, հաստ պատերով կաթսայի մեջ։ Կաթսան պետք է լինի փակ վիճակում, եռման պահից սկսած հաշվեք մոտ 1 ժամ։ Որպեսզի միսը բանջարեղենի հետ եփելիս փրփուր չարձակի և չստանանք անհասկանալի զանգված, միսը լվանալուց հետո թողեք թույլ աղաջրի մեջ 4-ից 5 րոպե։ 1 կգ մսի համար ես օգտագործում եմ 2 լիքը թեյի գթալ խոշոր աղ, ինձ մոտ միսը 4 կգ է, այդ պատճառով վերցնում եմ 8 թեյի գթալ աղ։ Աղը 2 ական գթալ ավելացնում ենք մսի շերտի վրա, որպեսզի համերը համաչափ բաշխվեն։ Շերտ դասավորում ենք ճարպը, լոլիկը, պղպեղը, միսը, մսի շերտի վրա ավելացնում ենք աղը։ Այսպես դասավորում ենք, մինչև ամբողջ մթերքը վերջանա։ Այս խաշլամայի մեջ չենք օգտագործում կարագ կամ յուղ, գարի ճարպը լրիվ բավարար է, այն բավականին յուղոտ է ստացվում։
Գույներին պատրաստման եղանակին նայելիս արդեն իսկ խոստումնալից տեսք ունի սիրելիներս, իսկ որ բույրը զգաք, պարզապես անմահական է։ Արագայեփի մեջ խաշլամա պատրաստելիս մսից և բանջարեղենից գոյացած ամբողջ հարգանակը մնում է կաթսայի մեջ, այն եփելու ընթացքում չի գոլորշիանում։ Ցածր կրակի վրա բարձր ճնշման տակ եփելիս միսը պարզապես քրքրվում է։ Սիրելիներս գարան խաշլամայի մեջ կարտոֆիլ, կանաչի և սոխ օգտագործելիս այն ավելի շատ հիշեցնում է մսով սոուս։ Եթե շատ եք ցանկանում պատրաստել կարտոֆիլով, միսը 30 րոպե արագայեփի մեջ եփելուց հետո զգուշորեն բացեք կաթսան, վրան շարեք կարտոֆիլը, փակեք և եփեք ևս 15 րոպե։ Այդպես կարտոֆիլը չի փլվի, կմնա ամբողջական և խաշլամայից կստանա ամբողջ բույրը և համը, լրացուցիչ աղավելացնելու անհրաժեշտություն չկա։ Վերջում ավելացնում ենք բանջարեղենի վերջին շերտը և կաթսան լիքն է։ Տարբերվող համ ստանալու համար կավելացնենք 500 մլ գարեջուր։ Մի անհանգստացեք, որ գարեջուրը սպիրտային մաս է պարունակում, եփելուց ընդամենը 5 րոպե անց այն ամբողջությամբ գոլորշիանում է։ Գարեջուրը մսին հաղորդում է պիկանտ չկրկնվող համ։ Եթե ձեռքի տակ գարեջուր չկա, կարող եք օգտագործել նույնչափ ջուր։ Փակում ենք կաթսան, ամրացնում ենք և դնում ենք ցածր կրակի վրա։ Երբ անցքերով փականներից սկսի գոլորշի դուրս գալ, այդ պահից սկսած եփում ենք 45 րոպե։ Սիրելիներս, մեկնաբանությունների բաժնում խնդրում եմ գրեք, թե դուք ինչպես եք պատրաստում հայկական ավանդական այս ճաշատեսակը։ Շատ հետաքրքիր է իմանալ նաև ձեր տարբերակները։ Արգանակը և միսը մատուցում ենք առանձին։ Մսի վրա ավելացնում ենք թարմ կանաչի և սոխ, բարյա խորժակ, շատ համեղ է ստացվել։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ հայկական ազգային խոհանոցից գարան խաշլամայի պատրաստման նման հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։